տոտալ բռնապետություն մի քիչ դժվար է պատկերացնել, որ մեզ ամբողջատիրության առումով։ Այսինքն, այո, մենք օր-օրի վատանում է մեր մոտ մարդու իրավունքների վիճակը, ես դա փաստերով կարող եմ ապացուցել, հենց մենակ տղաների քրեական հետապնդումը դրա դրսևորումն է, ինչ եղավ ապրիլին 24 թվականին, ինչ եղավ նոյեմբերին 25 թվականին։ Մենք տեսնում ենք հստակ վիճակի փոփոխություն։ Նորից չասենք, այն ժամանակ ինչ եղավ, հետո այն ժամանակ չէին եկել այստեղ գրասենյակ, ԱԱՑ-ն չէր եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն դա նշանակում է, որ մենք այդ 1.5 տարվա մեջ ունենք հսկայական մարդու իրավունքների գծով հետ նահանջ։ Բայց դա միևնույնն է, իմ համոզմունքն եմ ասում, մենք այն տոտալիտար վիճակի չենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանն չի ուզում, այլ հնարավոր չէ։ Ուղղակի մենք ինչ որ բարիերներ ենք հաղթահարել, էլի այն ժամանակի խաղկարճ չէ, ով է ուզում դառնալ միլիոնատեր, նիզգարայում է սումա արտահայտությունը կա, չէ՞, ինչ որ մի փուլ որ անցնում ես, հետ դարձը շատ դժվար է։